Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանն այսօր խոստովանել է, որ իր կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ կա։ Իսկ գիտեք ինչու է սխալ կադրային քաղաքականություն վարում, որովհետև երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է։ Իսկ գիտեք ինչու է ճգնաժամ, որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 եւ ավելի տոկոսում մանկապարտեզ չկա, երբ որ դպրոցների 70%-ը եւ ավելին կիսաավերված է ֆիզիկական եւ բովանդակային առումով, չի կարող այդտեղ լինել կադրային սով։ Հիմա կասեն, ինչ է մեր երկրի արգանդը չորացել է։ Չէ, չի չորացել, ժողովուրդ ջան։ Կան լավ կադրեր, կան իհարկե փոքր խմբով, որոնք 1-ից 10 միլիոն դրամով աշխատում են Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունից դուրս ու չեն գալ աշխատեն Հայաստանի Հանրապետության կառավարությունում, որ ստանան 400,000 դրամ հերիք չի ու ամեն աշխատած կոպեկի հետ էլ միանեց կտանեն տուն, էլի պարգևավճարը տարան, դժգոհել է Փաշինյանը։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը եւ Սերգեյ Լավրովը ջերմ ուղերձներով են փոխանակվել։ Իր ուղերձում Միրզոյանը կարևորել է գործընկերային փոխգործակցության շարունակությունը, հիմնված Երևանի եւ Մոսկվայի շահերի վրա եւ ի բարօրություն երկրների ու ժողովուրդների։ Մենք որպես ուղենիշ ունենք քաղաքական, սոցիալ-տնտեսական, մարդասիրական եւ այլ ոլորտներում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունը եւ նպատակ ունենք շարունակել ու ընդլայնել բովանդակալից մեր երկրների շահերին ամբողջությամբ համապատասխանող երկխոսություն, ասված է Միրզոյանի ուղերձում։ Լավրովն իր հերթին շնորհավորել է Միրզոյանին, մասնավորապես նշելով. Չնայած ռուս-հայկական դաշինքը խարխլելու դրսի փորձերին, Երևանին ու Մոսկվային հաջողվել է պահպանել քաղաքական երկխոսության բարձր մակարդակն, ինչպես նաև ընդլայնել առևտրատնտեսական համագործակցությունը։ Մենք պատրաստ ենք շարունակել համատեղ աշխատանքը, խորացնելու եւ բարելավելու գործընկերության արդյունավետությունը ի շահ մեր երկրների քաղաքացիների, ի շահ Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման, ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ուղերձում։ Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքներով երրորդ տեղ զբաղեցրած ուժի մեր քաղաքադաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը 4-րդ օրն է պահում է ինտրիգը եւ չի հստակեցնում։ Ի վերջո սատարելու է երկրորդ տեղը զբաղեցրած նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Երեկ Մարտուն Գրիգորյանին կոչով դիմել էր տնային կալանքի տակ գտնվող Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հորդորելով մի կողմ դնել Վարդան Ղուկասյանի հետ տասնամյակներով ունեցած հակամարտությունը եւ աջակցել վերջինիս, նախապատվությունը տալով Չարյաց փոքրագույնին։ Մարտուն ջան, անգլիացիներն ասում են, որ երկու չարիքներից եւ ոչ մեկին չեն ընտրում։ Մենք Անգլիա չենք եւ Նիկոլի իշխանության համեմատ մնացած բոլոր խնդիրները խամրում են։ Ուստի Չարյաց փոքրագույն նախընտրել է, իմ կարծիքով այլ ընտրանք չունի, գրել է նա։ Հիշեցնենք, որ առանց Մարտուն Գրիգորյանի աջակցության Վարդան Ղուկասյանը չի կարող համայնքապետ ընտրվել։ Իր եւ իրեն աջակցող մյուս երկու ընդդիմադիր ուժերի մանդատները բավարար չեն։ Նիկոլ Փաշինյանն այսօր նաև ասել է, որ Հայաստանում գործող վարորդական իրավունքները համատարած կեղծ են։ Այս մասին նա նշել է կառավարության նիստում, անդրադառնալով վարորդական իրավունք ունենալու, բայց ավտոմեքենա վարելու հմտություն չունենալու դեպքերին։ Նրա խոսքով, եթե Հայաստանում վթարների մեծ քանակը եւ զոհերի մեծ թիվը հանրային ու անվտանգության խնդիր է, ապա պետք է վարորդների ատեստավորում անցկացնել։ Որևէ մեկը կառավարության պատասխանատվությունը չի կարող նսեմացնել։ Հարցը դա չէ, կառավարությունն ամեն ինչի պատասխանատուն է, բայց մարդը խմում, գնում, պատին է տալիս, 7-ից 8 հոգի զոհվում է, դուրս են գալիս, ասում են, սա երկիր չէ ընդհանրապես։ Զոհերի թիվն այս երկրում ինչքանի հասավ, նկատեց Փաշինյանը եւ հավելեց. Սա ֆունդամենտալ իրողություն է մեզ համար, մենք անընդհատ այդ կեղծիքի մեջ ենք։ Մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են։ Մարդիկ համատարած նստում են ղեկին դրա իրավունքը չունենալով, ասել են նա։ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը։ Ալեն Սիմոնյանը նախ առանձնազրույց է ունեցել վիետնամցի գործընկերոջ հետ, շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու իր հրավերն ընդունելու ու նման բարձր ներկայացուցչական կազմով մեր երկիր այցելելու համար։ Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակություններին լայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր, մասնավորապես շեշտը դնելով միջխորհրդարանական համագործակցության, ինչպես նաև երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի կապերի ակտիվացման վրա։
Հանդիպման ավարտին երկու երկրների ազգային ժողովի նախագահների կողմից ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցության մասին համաձայնագիրը։ Կառավարությունը նախատեսում է խստացնել զինվորական ծառայությունից խուսափելու համար նախատեսվող պատիժները։ Ըստ այդմ, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից զորահավաքային զորակոչից խուսափելու համար նախատեսված 2-ից 5 տարի պատիժը կառավարությունն առաջարկում է դարձնել 3-ից 6 տարի։ Վարժական հավաքից խուսափելու համար թե նախկինում սահմանվում էր պատիժ տուգանքի ձևով, առավելագույնը 20 պատիկի չափով կամ կարճաժամկետ ազատազրկում, առավելագույնը 2 ամիս ժամկետով, ազատազրկում առավելագույնը 2 տարի ժամկետով, ապա կառավարությունն առաջարկում է տուգանք սահմանել 15 պատիկից 30 պատիկի չափով կամ կարճաժամկետ ազատազրկում, առավելագույնը 2 ամիս ժամկետով, ազատազրկում 1-ից 3 տարի ժամկետով։ Կառավարությունը հիմնավորման մեջ նշում է, որ այս խստացումները զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերը նվազեցնելու նպատակ ունեն։ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի Վիետնամ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լե Թու Հան և Վիետնամի խորհրդարանական պատվիրակությունը, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանի, խմբի անդամներ Արուսյակ Մանավազյանի և Գեգամ Նազարյանի ուղեկցությամբ ապրիլի 3-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս մասին տեղեկացնում են ազգային ժողովից։ Հյուրերը ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար գրակի մոտ, հարգել սուրբ նահատակների հիշատակը։ Նրանք եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում, որտեղ ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընտրվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Ապրիլի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է ՈՒԵՖԱ-ի 49-րդ հերթական կոնգրեսը։ Օրակարգի կետերից մեկը ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամների ընտրությունն էր։ ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընտրվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ 4-ամյա պաշտոնավարման ժամկետով։ Հիշեցնենք, որ Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը 6-1 հաշվով կրած ջախջախիչ պարտությունից հետո ֆուտբոլասեր հանրությունը պահանջում էր Մելիքբեկյանի հրաժարականը, սակայն վերջինս անդրդվելի էր մնացել։ Շամշյան.com-ը հրապարակել է բացառիկ տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է մարտի 13-ին Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվեկշռում հաշվառված Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենան Չարենցի փողոցում չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները։ Կառավարական հաշվեկշռում գտնվող մեքենան եթևեկել է հանդիպակաց, անցել կարմիր լույսի տակով։ Նշվում է, որ հետիոտնային անցման վրա գտնվող երկու հետիոտներ, որոնցից մեկը եղել է մանկասայլակով երեխայի հետ, բառացիորեն հրաշքով են փրկվել։ Այսօր ապրիլի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 02:00-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Նժդեհի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազազդե եզրաքարին, անցել հետիոտնի համար նախատեսված հատվածը, կոտրել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակներն ու տեղադրված Իդրամ վճարային տերմինալը եւ հայտնվել մայթին տեղատան աստիճանների մոտ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 2 ժամ պարեկներն ու ոստիկանները ճշտում էին, արդյոք վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված քաղաքացի կամ քաղաքացիներ կամ թե ոչ, քանի որ վարորդը դեպքի վայրում չէր։ Դեպքի վայրին ժամանել նաև Իդրամի աշխատակիցները, ովքեր մեծ դժվարությամբ կարողացան վճարային տերմինալի պահոցից անվտանգ դուրս բերել գումարների համար նախատեսված տուփը։ Կհանդիպենք վաղը, առողջ եւ երջանիկ եղեք։